جناب سفیر با این حساب های در خصوص اون آسیب‌ها و زیان‌هایی که وارد شده رقم مشخصی رو میشه ذکر کرد در خصوص میزان آسیب‌ها؟ ببینید رقم 300 میلیارد دلار ذکر شده به عنوان یک رقم اولیه در مورد خسارات مستقیم و غیر مستقیم. Տեսեք ուղղակի եւ անուղղակի վնասի գնահատման նախնական թիվը ինչպես արդեն հայտնի է դարձել 300 միլիարդ դոլարն է, սակայն սա նախնականն է։ و شاید این ایده هم که در تفاهم‌نامه مطرح شده که 300 میلیارد دلار بسته مالی با مشارکت کشورهای منطقه تعریف بشه برای سرمایه‌گذاری در اقتصاد ایران شاید ناظر به همین بوده. Եվ նաև այն, որ հենց Ամերիկայի եւ Իրանի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում է տարածաշրջանային համագործակցության եւ ներդրումների կոնտեքստում հիշատակվում է հենց 300 միլիարդ դոլարը, միգուցե նաև այս գումարը նախատեսված է հենց այս վնասների փոխհատուցման համար։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ հարց կապված Գերագույն առաջնորդի վերջին հրաժեշտի արարողության հետ։ Հայաստանը, ինչպես արդեն նշվեց, ամենաբարձր վարչապետի մակարդակով մասնակցեց, բայց հարևան երկրներից Թուրքիան եւ Ադրբեջանի նախագահները Թեհրան չէին մտնել։ Ինչով էր սա պայմանավորված, եթե կա որևէ տեղեկատվություն եւ կարող եք ասել։ هیئتی به سرپرستی آقای نخست وزیر عازم تهران شده بودند ولی از کشورهای ترکیه و آذربایجان در سطح رؤسا حضور نداشتند در سطح رؤسای جمهور. اگر امکان داره دلیل این امر رو برای ما توضیح بفرمایید که به چه صورت. خب حالا این که دیگه در واقع تصمیم داخلی اون کشورها هستش که به چه شکلی حضور پیدا کنه. Սա արդեն միանգամայն առնչվում է եւ ուղղակիորեն կապված է հենց այդ երկրների ներքաղաքական որոշմանը, թե ինչ մակարդակով ապահովեն իրենց ներկայությունը այդ արարողությանը։ به عنوان یه شهروند ایرانی بخوام بگم قطعاً انتظار این بوده که آقای اردوغان شخصاً حضور پیدا کنند و آقای علیև شخصاً حضور پیدا کنند. Որպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որ հենց պարոն Էրդողանը, ինչպես նաև պարոն Ալիևը անձամբ ներկա գտնվեն այդ միջոցառմանը։ حالا بالاخره آقای اردوغان معاون رئیس جمهور رو فرستاده و باکو هم رئیس مجلسشون رو فرستادن. بالاخره اینها در حافظه تاریخی ثبت میشه. ضمن اینکه به هر حال میگم تصمیم داخلی خودشون. Այդուհանդերձ ամեն դեպքում ինչպես տեսանք Էրդողանն ուղարկել էր Էրդողանի եւ Թուրքիայի կողմից ներկա էր փոխնախագահի մակարդակով անձնավորություն, իսկ Ադրբեջանի պարագայում խորհրդարանի նախագահներ ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Ամեն դեպքում սա կմնա պատմական հիշողության մեջ, այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ, սակայն եւս մեկ անգամ ճիշտ եմ գտնում ընդգծել, որ սա հենց այդ երկրների քաղաքական ներքաղաքական որոշումն է։ دیگه من چون دیپلمات هستم و مقام رسمی هستم تحلیل دیگه کار تحلیلگرانه دیگه اجازه بدید من تحلیل نکنم. Ես հանդես եմ գալիս որպես դիվանագետ եւ քաղաքական գործիչ, իսկ վերլուծությունը արդեն պետք է իրականացնեն վերլուծաբանները եւ փորձագետները։ Ձեր թույլտվությամբ վերլուծությամբ ես չեմ զբաղվի։ در ترکیه مطرح شده بود چون که به فاصله نزدیکی بعدش میزبان اجلاس سران ناتو بودن مثلا رئیس کشور درگیر بودن. Թուրքիայի պարագայում խոսվում էր այն մասին, նշվում էր այն մասին, որ այդ արարողությունը տեղի էր ունենում ժամանակային առումով կտրվածքով շատ մոտ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ նախագահը զբաղված էր այդ հարցերով, ուստի չկարողացավ ներկայանալ։ Շնորհակալ եմ։ Եթե գործընկերներս այլ հարցեր չունեն, եւս մեկ հարց ես տամ։ Պարոն դեսպան, շարունակելով հարևանների թեման, վերջին շրջանում հատկապես միջազգային լրատվամիջոցները ակտիվ գրում են, անգամ CNN-ն էր սենսացիոն հայտարարություն արել, թե Իսրայելն օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանին հարվածելու համար։ Արդյոք նման փաստեր հայտնի են Իրանին, թե պաշտոնական Բաքուն հերքեց այս լուրերը։ Եվ 12-օրյա պատերազմի ժամանակ իրանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները գրում էին, որ Ադրբեջանի տարածքից անօդաչու թռչող սարք է բարձրացել օդ եւ շարժվել է դեպի Իրանի տարածք։
Ինչպես կարձագանքի Իրանը, եթե հարևաններն իրենց տարածքը տրամադրեն Իրանի թշնամիներին ձեր երկիրը թիրախավորելու համար։ Շնորհակալություն։ جناب سفیر یه سوال دیگه ای داشتم. خب با توجه به اینکه برخی از رسانه‌های بین‌المللی یک سری مطالبی رو اعلام می‌کردن از جمله خب خبر CNN در این زمینه که اسرائیل از منطقه آذربایجان به ایران حمله کرده، البته خب کما اینکه باکو این رو تکذیب کرد، ولی خب طی جنگ 12 روزه هم با توجه به اینکه برخی از کانال‌های تلگرامی میگفتن که پهپادهایی بودن که از منطقه آذربایجان بلند شدن و وارد ایران شدن، نظر شما در این زمینه چی هست و اگر چنین اتفاقی بیفته واکنش ایران به چه صورتی خواهد بود؟ ببینید گمان زنی‌های غیر رسمی خب بود، مطرح بود همیشه. Տեսեք ոչ պաշտոնական որոշակի կարծիքներ եւ քննարկումներ ամեն դեպքում այո մենք էլ ենք լսում տեսել ենք շրջանառվում էին ولی خب از نظر مقامات امنیتی و نظامی جمهوری اسلامی ایران اینها در واقع به اثبات لازم نرسید. Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական եւ անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մասնագետների գնահատմամբ նմանօրինակ կարծիքները չեն հաստատվել. اینکه اگر انجام میشد مستقیما از قلمرو کشوری به ایران حمله میشد، واکنش ایران چی بود؟ واکنش ایران خیلی روشنه. Այն թե ինչպիսին կլիներ Իրանի արձագանքը, եթե որևէ պետությունից ուղղակիորեն հարվածներ հասցվեին Իրանին, կարծում եմ, որ սա այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է. دیگه از آمریکا که به قول معروف بزرگتر نداریم که هر جا از هر قلمروی امریکایی‌ها به ایران حمله کردن ما پایگاه‌های امریکا رو و منافعشون رو زدیم. اردن بوده، بحرین بوده، کویت بوده، امارات بوده، قطر بوده، نمیدونم عراق بوده، همه جا. Ամերիկայից ավելի ուժեղ եւ մեծ պետություն էլ հո չկա, սակայն հաշվի առնելով նույնիսկ Ամերիկայի գերտերություն լինելը ցանկացած բոլոր պետություններից, որտեղ տարածքներից, որտեղի ամերիկյան ռազմաբազաներից հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Իրանը համապատասխան կերպով արձագանքել է եւ պատասխան հարվածներ է հասցրել այդ ռազմաբազաներին, թե Հորդանանում, թե Բահրեյնում, թե Քուվեյթում, թե Կատարում, թե Իրաքում եւ այլն. Սաուդյան Արաբիայում, Էմիրատներում եւ այլն. بنابراین تا موقعی که در بحث جنگ به هر حال مستندات باید به هر حال بر اساس مشخصات و استانداردهایی که خود سیستم‌های نظامی دارن فرق میکنه با بحث‌های رسانه‌ای داخل گروه‌ها. Ամեն դեպքում պատերազմական իրավիճակում ռազմական ոլորտի գնահատականները եւ համապատասխան տեխնոլոգիաների ստանդարտներով արկա խնդիրների եւ արկա ազդակների գնահատումը դա հաճախ տարբերվում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերից եւ կարծիքներից. ولی تاکید کنم که واقعا اولویت و تلاش جمهوری اسلامی ایران در این جنگ این بود که اثرات منفی این جنگ در منطقه قفقاز جنوبی کمتر لمس بشه یا کمتر ایجاد چالش بشه. Ամեն դեպքում ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ այս պատերազմում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր նպատակներից եւ առաջնահերթություններից է եղել այն, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը հնարավորինս քիչ զգա այս պատերազմի հետևանքները եւ այդ պատերազմից բխող մարտահրավերները ազդեցություն չունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա. همه خاطر با اینکه بعد از اتفاق مشکوکی که در فرودگاه نخجوان افتاد رهبران جمهوری آذربایجان واکنش‌های تندی داشتند که از حیطه ادب هم و از حد خودشون هم خارج شد ولی ایران بسیار موقر و متین برخورد کرد. Ոստի հենց այդ պատճառով էր, որ այն կասկածելի միջադեպը, որը տեղի ունեցավ Նախիջևանի օդանավակայանում եւ դրա հետևանքով եւ դրանից հետո մենք նույնիսկ ականատես եղանք Ադրբեջանի նախագահի կոշտ եւ կարող ենք ասել, որ հռետորաբանության որոշակի սահմաններն անցնող արձագանքից դրան ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես եկավ շատ բալանսավորված, հավասարակշռված դիրքորոշմամբ եւ հայտարարություններով. از طریق دیپلماسی مخفی حل و فصل شد که به هر حال اونا متوجه
Եվ դիվանագիտական խողովակներով, դիվանագիտական ճանապարհներով այս հարցը ի վերջո լուծվեց եւ մենք էլ մեր կողմից փոխանցեցինք այն ուղերձը, որ նմանօրինակ վարվելակերպը եւ գործելավոճը անընդունելի է։ Շնորհակալ եմ։